Ողջույն։ Մինչ այսօրվա հիմնական թեմային անդրադառնալը նշեմ, որ Փաշինյանը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր, բայց ինչպես որ նախապես արդեն կանխատեսում էինք, հրապարակել են թերի, մանիպուլացնելով, կարևոր բացթողումներով, հրապարակել են թղթեր, որոնք բանակցման առարկա չեն դարձել, բայց ամենակարևոր փաստաթղթերից Քիվեստի փաստաթուղթը, որը բանակցել է Ռոբերտ Քոչարյանը, այդ փաստաթուղթը բացակայում է։ Դրա փոխարեն Նիկոլը հրապարակել է այդ փաստաթղթի վերաբերյալ իր խմբագրած թերթի հոդվածը, ու դա ներկայացրել է որպես բանակցային փաստաթուղթ։ Խնդալու է։ Բայց միևնույն է, ինչպես որ արդեն ասել եմ, այդ հրապարակումը ոչ մի նշանակություն չունի, որովհետև բանակցային բոլոր փաստաթղթերը Նիկոլը դրել է մի կողմ, սկսել է իր զրոյական կետից եւ հանձնել է Արցախը։ Ցանկացած բանակցային թուղթ բազմապատիկ լավներ, քան այն, ինչ ստորագրել է Նիկոլ Փաշինյան եւ ինչ հիմա ունենք։ Այսօրվա մանիպուլյացիային կանդրադառնամ հաջորդ թողարկմանը։ Այժմ մեկ այլ հրապարակման մասին։ Առավոտ քաղաքացիական պայմանագիրը մի լավ զվարճացրեց իր էթիկայի կանոնագրքով։ Առավոտից երեկո հայհոյող, ստեր տարածող, ֆեյքերի կոմբինատ ստեղծած քաղաքացիական պայմանագիրը, կուսակցություն, որի հիմնական գործունեությունն ուղղված է ատելություն տարածելուն, մարդկանց հիմարացնելուն, կուսակցություն, որը ձայնագրություններ է հորինում, կտրտում ու տարածում վարկաբեկելու քրգործի տակ մարդկանց պահելու համար, հրապարակել է էթիկայի կանոնագիր ու ասում է, հետ այսու փոխվում են, դառնան հրեշտակներ, քանի որ ասում են հանձնառու են խթանել ժողովրդավար, ազատ, արդար եւ թափանցիկ հասարակության զարգացումը։ ՔՊ-ն։ Իսկ վարքագծի ինչ կանոններ է պարտադրում կուսակցականների համար։ Ազնվություն եւ պարկեշտություն, ստորադասել անձնական շահը հանրային շահին։ Մեր լրատվամիջոցը ու շատ այլ լրատվամիջոցներ ամեն օր սրանց ստերն ենք բացահայտում։ Սրանք խոստանում են ազնվության մասին։ Մի մարդ, որն ասում էր թող 5000 հոգի կոտորվի, բայց ինձ չասեն դավաճան, խոսում է անձնական շահը հանրային շահին ստորադասելուց։ Ուրեմն պետք է հենց այսօր հրաժարական տա, որովհետև նրա պաշտոնավարումը հանրային շահի հետ առնչություն չունի, այլ միայն անձնական շահի մասին է։ Անձնական շահը խոստանում են հանրային շահին ստորադասել մարդիկ, ովքեր 25-30%-անոց աղքատության մակարդակ ունեցող երկրում ստանում են 1.5 միլիոն աշխատավարձ, 7 տարում էլ 8 հատ տուն են առել։ Մինչ մեր երկրում աշխատողներից ճնշող մեծամասնության աշխատավարձը 150,000 դրամից պակաս է։ Սրանց վարքականոնի մեջ գրված է խուսափել շահերի բախումից, խուսափել կոռուպցիոն ռիսկ պարունակող վարքագծից, հովանավորչությունից։ Սա արդյոք չի նշանակում, որ բոլոր այն պետական գնումները, որ արվել են շահերի բախումով, պաշտոնյա եղբայրը բիզնեսմեն եղբորից, բարեկամի, քեռու, ընկերոջ բիզնեսներից եւ այլն, պետք է չեղարկվեն։ Սա նշանակում է, որ բոլոր նախարարները, падգամավորները, մարզպետները, Նիկոլը կինը, ովքեր իրենց բարեկամներին, հարազատներին, ազգուտակին, ընկերներին, սանիկ քավորներին տեղավորել են այս կամ այն օղակում աշխատանքի, պետք է հենց այսօր հանեն գործից։ Եթե ոչ, ուրեմն անիմաստ կանոնագիրք է։ Էլ ինչ են խոստանում։ Հարգալից լինել գործընկերների, քաղաքական հակառակորդների եւ քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև։ Սա ամենաանհնարինն է ու ամենասուտն է։ Քաղաքացիական պայմանագիրը իր պաշտոնյա անդամներով, կուսակցական ղեկավարներով սնվում են ատելությունից, բոլորին տրամադրել են իրար դեմ, բաժանել են մարդկանց, հասարակական ու պետական կյանքի ամեն անկյուն մտցրել են ատելություն, ատելությամբ են եկել իշխանության ու ատելությամբ կառավարում են։ Նիկոլի ռեսուրսն է ատելությունը, որով էլ հենց պահում է իր իշխանությունը։ Ատելությունը մեր երկրում այս ողբերգությունների պատճառն է։ Չկա մի գերդաստան անգամ, որի անդամների մեջ հակադրություն ու անգամ թշնամանք չկա Նիկոլի պատճառով։ Երբ Նիկոլն ընդունում է վարքագծի կանոնագիր ու խոսում ատելության վերացման մասին, նշանակում է, որ պետք է արդեն փակված լիներ ֆեյքերի պոակը ու ատելություն տարածող ԿՊԱ-ական լրատվամիջոցներ։
Պետք է մանդատը վայր դնած լինեին լեզու ականջ կրծող ՔՊԱ-ական падգամավորները։ ՔՊԱ-ական падգամավորը վիրավորում էր լրագրողներին, դիմում էին էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ՔՊ-ն պատասխանում էր՝ չենք ստեղծի, հետո ինչ որ վիրավորել է հոմեչիների կյաժը, չէ՞։ Այդ դրանք պետք է հրաժարական տված լինեին արդեն։ Ոնց կարող է մի թիմ, ում հիմնական զենքատելությունն է, հրաժարվի այդ զենքից։ Նիկոլի դեմ ինչքան հայցեր կան վիրավորանքի, ատելության տարածման, զրպարտման համար։ Աշխարհի միակ ղեկավարն է, ում գրառումը Facebook-ը անգամ արգելափակել է ատելության խոսքի հայոյանքի պատճառով։ Էս ինչից եք դուք խոսում, ինչ կանոնագիրք եք գրել։ Իր ամբողջ ռեսուրսը ՔՊ-ն ու պետական ռեսուրսը դրել է ոչ թե զարգացման վրա, այլ քայքայման վրա, ոչ թե հանդուրժողականության վրա, այլ ատելության վրա։ Սրանք տարածել են ատելությունը օգտագործել պետական լծակները այդ ատելությունից բխեցնելով գործողություններ։ Ասել են սա պետք է նստի, ուղարկել են ոստիկանությանը, սրա դեմ պետք է գործառույցվի, ուղարկել են դատախազությանը, սա պետք է ունեզրկվի, ուղարկել են հարկայինին, սա պետք է չապրի, ուղարկել են խուժանին, ու իրանք հիմա ասում են ոչ ատելությանը։ Հավատում եք ժողովուրդ։ Էլ ինչ խնդալու բան են գրել իրենց կանոնագրքում։ Հա, ասում են կուսակցությունը մերժում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում քաղաքական գործընթացներում։ Այդ դեպքում աշխարհին թքելով հայտնի միակ պաշտոնյայի հետ ոնց եք վարվելու։ Ալեն Սիմոնյանը վայր է դնելու մանդատը այսօր-վաղը։ Այսօր կարդում եմ Դիլիջանի համայնքապետը եւ Թեղուտի գյուղապետը իրար ծեծել են։ Դրանից առաջ կարդացինք Ծաղկաձորի փոխքաղաքապետն ու տղան եւ ընկերներն են ծեծել մեկ այլ տղայի։ Դրանից առաջ կարդացինք Սպիտակի համայնքապետն է հայոյանքներ հնչեցրել իր քաղաքացու հասցեին։ Դրանից առաջ Լոռու մարզպետներ ծեծել համայնքապետերից մեկին եւ այլն եւ այլն։ Ամեն օր նման բաներ են լինում։ Ինչ է կանելու նրանց հետ, լավ։ Կամ եթե քաղաքական գործընթացներում բռնությունը վերացնում եք, բայց ինչի՞ այդ կանոնագիրքն ընդունելուց հետո բանտից չի ազատվել Սամվել Կարապետյանը։ Նա բանտում է կառավարության քաղաքական ահաբեկչության պատճառով։ Ինչու բանտից ազատ չի արձակվել Բագրատ Սրբազանը։ Միքայել Սրբազանին երբեք ազատ արձակելու է, այսօր թե վաղը։ Իսկ Վարդան Ղուկասյանին, իսկ կալանավորված մյուս 4 տասնյակ մարդկանց, որոնք կալանավորված են քաղաքական հողի վրա։ Արթուր Սարգսյանի տնային կալանքը վերացնելու եք, ներողություն եք խնդրելու նրանցից բոլորից։ Այս վարքականոնից հետո ուզում եմ իմանալ, էլ մարդկանց գլխին չեք սարքելու կեղծ ձայնագրություններով, քրեական անիմաստ գործերը կարճելու եք, չէ։ Այդ կանոնագրքի ընդունումից հետո Նիկոլը սաղ խոստումները կատարելու է, այն սաղ ինչ խոստացել է ու չի արել, կամ արել է հակառակը, բոլորը կատարելու է։ Իդեպ, այս վարքականոնի խոստումները տալիս է մարդ, որը մինչ այս մի 1000 հատ էլ խոստում է տվել։ Այնպես որ կարծում եմ, այդ կանոնագիրքը երբեք չի մտնի ուժի մեջ։ Գրել են կուսակցության անդամները պարտավոր են մերժել կոռուպցիան, իշխանության չարաշահումը, օրենքի ցանկացած խախտում։ ՔՊԱ-ականների կոռուպցիայի մասին 10 հատ հաղորդում արդեն արել է, մի 30 հաղորդման թեմա էլ կա։ Հուսամ այդ հաղորդումները պատրաստելու կարիք չի լինի, որովհետև ՔՊԱ-ականները հենց այսօր կհրաժարվեն կոռուպցիայից ու կպատժեն իրենց կոռուպցիոն գործընկերներին։ Գրել են կուսակցության ֆինանսավորման թափանցիկության մասին։ Այն դեպքում, երբ ՔՊ-ի դրամահավաքներին կասկածելի անհայտ աղբյուրից գումարներ են գալիս ու դրանք հրաժարվում են բացատրություն տալ, դատախազնել գործեր չի արություն։ Դա ասում է սաղ նորմալ է։ Կարճ ասած, ՔՊ-ի վարքագծի կանոնագիրքը եթե դառնա իրականություն, նշանակում է, որ այդ կուսակցությունը պետք է փակվի եւ դուրս նետվի քաղաքական համակարգից։ Իսկ իրականում չեմ հավատում, թե դրանք ատելություն չեն սերմանելու այլևս, կոռուպցիա չեն անելու այլևս, թափանցիկ են լինելու, հանդուրժող, կառուցողական, ժողովրդավար, անհնար է։ Դա նշանակում է, որ պետք է Փաշինյանը կրակի ինքն իր ոտքին։ Չեմ հավատում, քուանշ։ Իսկ ինչու է նման խնդալու բան բստրել։ Իմ կարծիքով հետևյալ պատճառով։ Փաշինյանը այս 7-8 տարում որքան կարողացավ օգտագործեց ատելությունը, պառակտեց, թշնամանք հրահարեց, բայց դրանք արդեն իրեն սպառել են։ Այդ ռեսուրսը այլևս չի օգնում։ Ավելին, շուռ է եկել հիմա իրենց դեմ։ Հիմա հակառակ ռեակցիան է, ու այդ ատելության ամբողջ մթնոլորտը, հայհոյանքը, վիրավորանքները ուղղված են իրեն ու իր խմբակին։ Հիմա արդեն այն ձնագնդի էֆեկտ ունի։
ու այդ ատելությունը, անհանդուրժողականությունը հնարավոր է մեղվեն միայն սրանց հեռանալով։